Շարմազանով ձեր ընդդիմադիր գործընկերներին ինչ շնորհավորանքով եք այսօր եկել շնորհավորելու։ Հայեղափոխական դաշնակցությունը ոչ միայն կուսակցություն է, այլ նաև ազգային արժեք եւ ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշ։ Շնորհավորում ենք մեր դաշնակցական գործընկերներին, ազգային արժեքներ կրող մեր հասարակության հատվածին, այս օրվա առթիվ դաշնակցությունը ոչ միայն անցյալի հերոսականի կրողն է, ոչ միայն առաջին հանրապետության, ոչ միայն Արցախյան առաջին գոյամարտի, այլ նաև այսօր շատ լուրջ առաքելություն ունի ազգային պետության նկարագիրը պահպանելու ուղղությամբ եւ այդ իմաստով մենք գաղափարական դաշնակիցներ ենք։ Չմոռանանք, որ հանրապետական կուսակցության գաղափարական հայր Գարեգին Նժդեհի ուսմունքը ծնվել է հենց դաշնակցության ներսում, ուստի մենք ունենք շատ բովանդական եւ գաղափարական ընդհանրություններ եւ այսօր էլ այս տարիների ընթացքում էլ ուսուցի տված փորձում ենք պայքարել այս ազգակործան ռեժիմի դեմ։ Ձեր պայքարի մասին շարունակելով, պարոն Շարմազանով, պայքարը նաև հանուն արժեքների, հանուն ազգանցիների է, այո, հանուն է եւ հանուն նաև հայ առաքելական եկեղեցու, իսկ այս օրերին մենք տեսնում ենք եկեղեցու շուրջ ինչ է կատարում, անգամ նախորդից սկսել են թռուցիկներ այսպես տարածել ֆեյսբուքյան համացանցային, որ գնալու են, ձերբակալելու են վեհափառ հորը եւ այլն։ Ինչպիսի այսպես սցենար եք կանխատեսում եւ որն է հանգուցալուծումը, ինչ անել, որ վերջին հակակշիռ ինստիտուտը, այսպես ասած, չդառնա հերթականը Փաշինյանի ու նրա թիմի համար։ Նախ պետք է նշեմ, որ դժբախտաբար Փաշինյանը որոշակի առումով հասել է իր նպատակին, տրոհելով եւ պառակտելով եկեղեցին։ Մենք տեսանք, որ որոշ եպիսկոպոսներ արդեն ջուր են լսում փաշինյանական թեզերի ջրաղացին։ Ինչ պետք է անենք։ Երեք տեսանք, որ եպիսկոպոսները ի պաշտպանություն վեհափառ հայրապետի հանդես եկան հայտարարությամբ, մենք էլ թե ազգային ուժերը, թե քաղաքական կուսակցությունները, թե հասարակական դաշտը, թե քաղաքացիական հասարակության պետությամբ ազգային նկարագրով մտահոգված հատվածը պետք է պաշտպանի հայ առաքելական եկեղեցուն վեհափառի, որովհետև սա վեհափառի անձի խնդիր չէ, սա հայ առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ 1700-ամյա ազգային կառույցի պահպանելու խնդիր է։ Պայքարի երբ ականատես կլինի։ Դե պետք է պայքարենք, այս խոսքն է պայքարի ձև, մենք այս 7 տարի շարունակ դրա մասին ենք խոսում։ Ձեր եւ ձեր թիմակիցները օգնական վեհապառին դիմավորելով, որովհետեւ կան արտիքներ ի պաշտպանություն, ի աջակցություն։ Չգիտեմ ով է կազմակերպում, ինչա, ոնց է, մենք միշտ ասում ենք, մենք սպասում ենք վեհապառի հորդորներին։ Վեհապառի հորդորին, Մայրաթորի հորդորին, իսկ անկախ ամեն ինչից մենք պայքարում ենք ու մենք ներկայացուցիչը հստակացրել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ամուր կանգնած է վեհապառ հայրապետի մեր սուրբ եկեղեցու թիկունքին։ Պարոն Շարմազանով, այն 10 եպիսկոպոսները, ովքեր սեղմեցին Փաշինյանի ձեռքը, նրանց թվում էր Նավասարդ Կճոյանը եւ հիշում ենք, որ ձեր իշխանության ժամանակ նա հայտնվեց օֆշորային սկանդալներում, նաեւ որքան հիշում եմ, Սերժ Սարգսյանը նրան մեդալ է տվել, ինչ որ ինչ ծառայության համար եւ արդյոք չեք ափսոսում եւ չգիտեք նրա դուք այդ օֆշորային սկանդալները, չգիտեմ Բենթլի։ Ես տարօրինակ եմ համանում նմանատիպ հարցադրումները, ինչու որովհետև 18 թվականից դու այնքան հանրապետականամերձ ու հանրապետականներ են թռել Սերժ Սարգսյանից ու հանրապետականից։ Մենք նրանց գործողությունների համար պատասխանատվություն չենք կրում։ Մենք կրում ենք պատասխանատվություն մեր համար, մեր պայքարի համար եւ որևէ մեկը չի կարող հանրապետականին վերջին 7 տարիների պայքարի վրա ստվեր գցել։ Մենք ունեցել ենք մեր թերությունները, դրա մասին մենք քաղաքական պատասխանատվության ենթարկվել ենք, մենք առաջինն ենք խոսել մեր թերություններից, իսկ այսօր մենք պայքարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության պահպանման։ Սկանդալում հայտնված Կճոյանին ինչու է մեդալ տալիս, պարոն Շարմազանով։ Դա հարցրեք վեհապառ հայրապետին կամ Էշմիածնին, ուրեմն ծառայություններ ունեցել է որ տվել, այնքան մարդու մեդալ տվել են, որ հետո այդ մարդիկ թռել են։ Հիմա ինչ եք, դրա իմաստը ո՞րն է այդ հարցի։ Ես դատապարտել եմ բոլոր այն հոգևորականների գործողությունները, որոնք այսօր խաղում են Նիկոլ Փաշինյանի գծած խաղի կանոններով։ Եվ ամփոփելով թերևս նայեք դաշնակցությունը ինքն իրենով հասկացանք ուժ է, պայքարում է, հանրապետականները տարբեր առումներով։ Եվ ներողություն, նույն հաջողությամբ կարող ենք ասել, բայց կարող ենք ասել, բա ինչ գործ ունեն մինչև arczepiskopos են։ Բայց չենք ասում, չէ՞։ Սա այլ հարց է։ Հիմա մեր խնդիրը ավարտեմ, հարցը տվել, մեր խնդիրը նախկինի թերությունների մասին խոսելն է, թե այսօր Հայաստանը կործանումից փրկելն է։ Կոնսոլիդացիա երբ ականատես կլինենք, հակիրճ, ընդդիմության շրջանում։
Երբ որ բոլորը գիտակցեն, որ պետք է պայքարի ոչ թե իրար դեմ, այլ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ։